Միայն ձուկն ու ընդեղենն են թանկացել, ամանորին ընդառաջ միսն էլ էժանանալու միտում ունի։ Շուկաներում այլ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գներն առայժմ նույնն են, թեև միրգը, ձեթը եւ կանաչին կարող են թանկանալ։ Նման վերլուծության է հանգել Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, վստահեցնելով, որ մեր երկրում տարեց տարի գնային թռիչքը նվազում է։ Եթե մենք օրական խնդիրներով խոսենք, մեր սեղանի եւ մեր գազօջախի սահմաններում խոսենք, կարելի ասել, որ ոչինչ, բայց տենդենսները լավ չեն։ Նկատի ունի, որ բացի գների կայունությունից պետք է օգնել, որ նաև զարգանան տնտեսության ներուժ ունեցող ճյուղերը։ Ասում է, ներկրվող ապրանքը ավելի շատ վտանգ է պարունակում, քան տեղականը։ Ես տեսել եմ շուկայում խանութում, դրված է ուկրաինական ձու 10 օրվա թարմության, կողքը դրված է հայկական ձու նախորդ օրվա թարմության։ Արդեն հասկանալի չէ, թե այդ իր հետ ինչ վտանգներ է բերում ներկրումը։ Ամանորին ընդառաջ պակաս փոփոխական չեն նաև զեղչերը, թեև խանութները ամեն օր այդ մասին ազդարարում են, այնուամենայնիվ ապրանքները էականորեն չեն էժանանում։ Առևտրի ծավալները սովորաբար դեկտեմբերին 2.5 անգամ աճում են։ Արմեն Պողոսյանը վստահ է, մեր երկրի համար հագուստի 50, իսկ մնացած ապրանքների դեպքում 20-ից 30% զեղչը հնարավոր է։ Միայն թե տնտեսվարողները պետք է ցանկանան, իսկ պետական մարմինները հետևեն, որ խանութներում ապրանքը 2 ամիս առաջ ձևական չթանկացնեն։ Ամանորյա զեղչի անվան սովորական գնով վաճառելու համար։ Աննա Գրիգորյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։